Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր վլոգը որոշեցի սկսել սուրճով, մի փոքր հանգիստ դառնել և հետո արդեն շարունակել օրվա գործերը, տնային աշխատանքները։ Այսօր որոշել եմ պատրաստել դոնդող, որպեսզի երեկոյան, որպես դեսերտ լինի և նաև պատրաստել մակարոնով սուպ, որը իհարկե կլինի մի փոքր փոփոխություններով։ Ամեն մարդ պատրաստում է իր տարբերակով, ես ներկայացնում եմ իմ տարբերակը։ Սիրելի հետևորդներ, այսօր միակ դեպքն է, որ ես բանաստեղծություն կարդում եմ ինքս ինձ համար, որպեսզի մի փոքր ինձ հավաքեմ, մի փոքր թոթափեմ մտքերս, որովհետև այսօր արթնացել եմ խառը մտքերով, և հիմա կընթերցեմ այս բանաստեղծությունը բարձրաձայն, միգուցե ձեզ նույնպես հաճելի կլինի։ Գինու գավից մեկ կումարի, կյանքս համակ ավերարի, օրերս անցան անհետ, հույսս մարեց ետդարձի, ես սիրահար լուր եղա, կարոտ տեսքիդ մնացի, տարիներս երաս դարձան, հավատս իսպար համբարձվեց, Աստված իբրև սփոփանք համբերություն ինձ տվեց, ամեն ցավին իբրև տեղ համբերությունս կուլ տվի։ Համբերությամբ կուլ տված թույնը անգամ եղավ տեղ։ Կարծում եմ հետաքրքիր տողեր են, սիրելի հետևորդներ։ Համբերությունը կյանքում իսկապես շատ բան է փոխում։ Երբ հանդարտ են մարդու մտքերը, ամեն գործ ձեռքից գալիս է և ամեն ինչ ստացվում է դյուրին և ստացվում է ավելի։ Միտքս նույնիսկ չկարողացա ավարտել, բայց համբերությունը իսկապես կյանք է։ Կյանքի համար անհրաժեշտ պայման է։ Աստված իբրև սփոփանք համբերություն ինձ տվեց, ամեն ցավին իբրև տեղ համբերությունս կուլ տվի, համբերությամբ կուլ տված թույնը անգամ եղավ տեղ։ Սիրելի հետևորդներ, դոնդողը պատրաստել եմ այս տարբերակով, մալինայի դոնդող էր և ես ավելացրել եմ մալինա, սառեցված հատապտուղ։ Հիմա սա մի քիչ սառելուց հետո, որովհետև եռացրած ջուր էի վրան ավելացրել, մի քիչ սառելուց հետո կտեղափոխեմ արդեն սառնարան, կարծում եմ համեղ է լինելու։ Սիրելի հետևորդներ, այսօր ասես բոլորովին ուժերս ինձ լքել են, թեև դեռ օրը նոր է սկսվում, և ես որոշեցի ոչ թե կանգնած տարբերակով ճաշը պատրաստել, թեև անընդհատ գնալ գալու եմ, որքան էլ խոհանոցը փոքր լինի, հայ կանայք խոհանոցում պտտվում են, ասես ծովախոզուկը պտտվում է իր անիվի վրա, այսպես ամբողջ օրը կանայք պտտվում են խոհանոցում։ Բայց մի խոսքով այդպիսին է կյանքը և ինչպես էլ նախատեսենք, կարևորը առողջ լինենք և կարևորը հաջողակ լինի բոլորիս գործերը։ Սիրելի հետևորդներ, հիշում եմ մանկության տարիները, երբ տատիկները, այսպես կանաչիները կամ պահածոների համար նախատեսված ինչ-որ մրգեր, բանջարեղեններ, լոբին, այսպես տոպրակներով մի քանի տոպրակ դնում էին կողքը, նստում էին հանգիստ, աշխարհից անջատված, կտրված և այնպիսի հանդարտությամբ, այնպիսի ներքին հանգստությամբ էին մաքրում այդ, չգիտեմ, մի 10-20 կիլո լոբին, որ հիմա իմ համար այդ ամենը թվում է ինչ-որ շատ դժվար մի գործողություն և այդպիսի համբերատարությունը ես այդ պահին կարողացա համեմատել տատիկների հետ, ովքեր աշխատելիս աշխատում էին հանգիստ, հանդարտ, աշխարհից կտրված, ասես չէին ապրել մեկ դար, ինչը մենք ընդամենը ապրել ենք միգուցե կես դար, միգուցե ավելի քիչ, բայց այդպիսի հանդարտություն ոչ թե ձեռք ենք բերել, այլ կարելի է ասել կորցրել ենք։
Սիրելի հետևորդներ, այսպես չհրաժարվելով նստած տարբերակից, փորձենք ճաշը իմի բերել, գլուխ բերել։ Այսպես, սիրելի հետևորդներ, հուսանք սոխը այս անգամ չի լացացնի, ամեն ինչից վերցրել եմ շատ քիչ-քիչ, այսպես փոքրիկ սոխ, փոքրիկ պղպեղ, պոմիդորը սառնարանում արդեն այնքան չենք եփել, ինչ-որ բան չենք պատրաստել, որ պետք է այս պոմիդորին փրկել ուղղակի, հետաքրքիր բան է, սիրելի հետևորդներ, կյանքը, արթնանում ես բարձր տրամադրությունով, պոետիկ մտքերով, չգիտեմ, կյանքի մասին, ամբողջ գիշեր պլանավորած գեղեցիկ նպատակներով և կանացի պարտքով գնում ես ուղիղ խոհանոց և մի կողմ դնելով բոլոր երազանքները, բոլոր պլանները, նախասիրությունները, սկսում ես անցնել առօրյա աշխատանքներին։ Ինչպես ասում են աշխարհն աշխարհով, а есть никто еще не отменил։ Իսկ ուտելու համար անհրաժեշտ է համեղ պատրաստել։ Այսպես, սիրելի հետևորդներ, լվանք բանջարեղենները և սկսենք կտրատել։ Այսպես շարունակելով ասեմ, որ իհարկե սոխարածը ինչպես միշտ դնում ենք կրակին, այս անգամ թերևս սոխից չեմ լացում։ Ասեմ, որ գազարը կամ պղպեղը սոխի հետ չեմ տապակելու, այլ ուղղակի գեղեցկության համար կտրատելու և ավելացնելու եմ հետո։ Կարտոֆիլը համեմատաբար կտրատում ենք փոքր խորանարդիկներով, որ ավելի գեղեցիկ լինի։
Այսպես, սիրելի հետևորդներ, սոխառածը դնենք կրակին և վերադառնանք։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ նաև տնային տնտեսուհիները միշտ ունենում են իրենց գաղտնիքները, ինչ են անում տնային տնտեսուհիները, օրինակ, երեկ ես պատրաստել էի մակարոնով փլավ և այսօր որոշել եմ պատրաստել մակարոնով ճաշ, որպեսզի նորից մակարոնը չկարմրեցնեմ և այդպես ավելացնեմ ճաշին, արդեն պատրաստի փլավը կավելացնեմ ճաշին։ Եվ բացի այդ, ասեմ, որ օգտագործելու եմ նաև հավի արգանակ, որքան էլ ես միս այդքան էլ շատ չեմ սիրում, ամեն դեպքում կարծում եմ գոնե արգանակը կարելի է օգտագործել, որպեսզի օրգանիզմի համար վիտամիններ լինեն։ Սիրելի հետևորդներ, այստեղ ամեն դեպքում մի փոքր հավի միս նույնպես որոշեցի օգտագործել և հիմա ավելացնենք քիչ-քիչ բանջարեղենները։ Ավելացրեցի մի փոքր եռացրած ջուր և հիմա հերթականությամբ արդեն կավելացնենք բանջարեղենները։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ մակարոնով սուպը ես պատրաստում եմ իմ նախընտրած տարբերակով, մի փոքր ավելացրել եմ նաև լոբի, կանաչ լոբի, շատ քիչ և նաև կանաչ ոլոր կավելացնեմ շատ քիչ, ուղղակի գեղեցկության համար։ Այդպես իսկապես գեղեցիկ է լինում։ Տեսնենք վերջում ինչպես կստացվի։ Այսպես, սիրելի հետևորդներ, քանի որ սուպի մեջ օգտագործում ենք որոշակի արդեն պատրաստի բաղադրիչներ, և մակարոնն է որոշ չափով եփված, և ոլորը, և լոբին, մնում է եփվի կարտոֆիլը, իսկ մնացած պոմիդոր, պղպեղ, գազար, դրանք արդեն լրացուցիչ հանգամանքներ են, էլի գեղեցկության համար։ Հիմա ճաշին կավելացնեմ տոմատ, համեմունքներ և հերթականությամբ արդեն լոբին, ոլորը ու տեսնենք ինչ կստացվի։ Սիրելի հետևորդներ, ճաշը այստեղ այսպիսի ընթացքի մեջ է, ավելացրել ենք կարտոֆիլը, կանաչ լոբի և ինչն է հետաքրքիր տարբերակը, երեկվա պատրաստած փլավը, մակարոնը ավելացնում ենք նույնպես ճաշին։ Սիրելի հետևորդներ, ամենից հետաքրքիր գործողությունը արդեն կատարված է, ինչպես չփչացնել նախօրեի ուտեստը, չուղարկել աղբար կղ, որովհետև եթե մնար այդպես, ինձ թվում է ոչ ոք չէր ուտելու, իսկ այս տարբերակով արդեն, այսպես ասած, կիրացվի։ Եվ հիմա
ավելացնում ենք համեմունքները, տոմատ, պղպեղ, աղ արդեն ինձ թվում է որոշակի չափով կա բաղադրիչների հետ, բայց նաև աղ կավելացնեմ։ Սիրելի հետևորդներ, ավելացնում ենք նաև կանաչ ոլոր և այսպես տեսեք սալդատ սպիտ ա սլուժբը իդիոտ, շատ գեղեցիկ ճաշ է ստացվել, գեղեցիկ գույներով և տեսքով։ Այսպես սիրելի հետևորդներ, տեսեք որքան գեղեցիկ է ստացվել։ Իր մեջ ամեն ինչ պարունակում է և վիտամինային համադրությամբ, և թեթև է, և առողջարար է, և սննդարար է, և հեշտ ուտվում է։ Կանաչին էլ այսպես սուզեցինք, սիրելի հետևորդներ, կարծում եմ գեղեցիկ է ստացվել։ Լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։